ինչ նոր մանրամասներ կարող եք հաղորդել լրագրող Լիլիթ Աղեկյանի գործի հետ կապված, համեցեք։ Երեք ես չկարողացա ձեր մոտ հյուրընկալվել, քանի որ առավոտվանից գնացել էի Աբովյան քրեակատարողական հիմնարկ, ինձ հաջողվեց որպես այցելու, ոչ դեռ որպես փաստաբան, որպես այցելու տեսնել, տեսակցել Լիլիթ Աղեկյանին, նա ինձ փոխանցեց փաստաթղթերը, ես ծանոթացա փաստաթղթերի հետ եւ ավելի մանրամասն իրենից ճշտեցի ինչ է տեղի ունեցել, այսինքն դուք հավանաբար հետևել եք իմ տեսաձայնագրություններին, ուղիղ եթերներին եւ զուգահեռաբար, եթե Լիլիթ Աղեկյանը գտնվում էր արգելանքի տակ, մի վայրից իրեն տեղափոխում էին մեկ այլ վայր, արգելանքի տակ ձեռքին անցկացրած ձեռն այդ շղթան, ապա ես նրան հետևում էի ուղղակի ազատության մեջ այդ մի վայրից անցնելով մեկ այլ վայր եւ ես 2 օր այդ այսպես կոչված շրջագայությանը մասնակցել եմ եւ գիտեք ինչ, սա մի աննախադեպ երևույթ է, նախորդ բանախոսը ասեց, որ Հայաստանը դարձրել են Ադրբեջան, երբ Արցախը հայտարարվեց, որ իբրև թե Ադրբեջան է, հիմա մենք այս փաստով, Լիլիթ Աղեկյանի այս կալանավորման փաստով կարող ենք ասել Հայաստանը նաև ադրբեջանացրել են, հենց այս իմաստով, որովհետև Ադրբեջանում էին լրագրողին կալանավորել, նվաստացրել եւ ես տեղյակ եմ, որ այդ կին լրագրողը, ում որ այդպիսի մեթոդներով ի վերջո այնպես արեցին, որ նա թողեց Ադրբեջանը լքեց, այդ մեթոդները կիրառվել են կին լրագրողների նկատմամբ Ադրբեջանում։ Հիմա մեր մոտ արդեն մենք ունենք այդ դեպքը, աննախադեպ դեպք է, երբ կնոջը իր գիշերազգեստով մի քանի հիմար էլ ասում են, որ դա գիշերազգեստ չէ, տանզգեստ է, ոչ, այդպես չէ, Գյումրիում բավականին ցուրտ է երեկոյան, գիշերները նույնպես, եւ մարդը, որ գալիս է տուն եւ փոխում է զգեստը, հենց այդ գիշերազգեստով էլ Լիլիթին տարել են այդ վայրերը եւ շրջագայություն են ապահովել, արգելանքի տակ գտնվելով, գնալով տարբեր ոստիկանական վայրեր եւ նրան նվաստացրել են։ Ինչով Լիլիթ Աղեկյանը, ուրեմն 8, 9, 10, 11, 12-ը ես եղել եմ 3 առավոտյան այնտեղ Աբովյան քրեակատարողական հիմնարկում 5 օր եղել են նույն հագուստի մեջ, այդ գիշերային զգեստի մեջ եւ հողաթափերով։ Հատուկ ֆիզիոլոգիական վիճակում ես սա շեշտում եմ եւ սա չի ներվելու բոլոր նրանց, ովքեր Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այսպիսի անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել, որը հավասարազոր է խոշտանգման։ Հիմա տեսեք, 5 օր շարունակ Լիլիթ Աղեկյանը եղել է գիշերազգեստով եւ հողաթափերով։ Հնարավորություն չի ունեցել լողանալու, լվացվելու, տարական հիգիենայի պայմանները նրա համար հասանելի չեն եղել, չի կարողացել ապահովել, օգտվել տարական հիգիենայի այդ գործողություններից։ Ինչ է եղել։ Ուղիղ 40 ժամ Լիլիթ Աղեկյանին չեն տրամադրել սնունդ, չի առաջարկվել։ Այդ ամբողջ շրջագայության ժամանակ Լիլիթ Աղեկյանին սնունդով չեն ապահովել։ Լիլիթ Աղեկյանը այս պայմաններում, այսպիսի, երբ իր նկատմամբ այսպիսի նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել, հենց մասնավորապես իր իսկ առաջի պահից այդ ոստիկան Կարեն Գևորգյանի հանդիպումից հետո, երբ նա հրանք է արձակել, սպառնացել է եւ հրանք է արձակել, տանել, զննել Լիլիթ Աղեկյանին մերկացնել տեսախցիկների առաջ եւ տեսանկարահանել, այդ պատկերացրեք Լիլիթ Աղեկյանի վրա կրծկալե չի եղել։ Դրանից հետո Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ այդ վատացման պայմաններում, երբ կանչել են շտապօգնություն եւ այլն, Լիլիթ Աղեկյանը արդեն հասկացել է, որ իր կյանքին
լուրջ վտանգ է սպառնում։ Նույնիսկ վախեցել է իրենցից վերցնել ջուր խմել, որովհետև մտածել է, որ ջրի մեջ էլ կարող է ինչ-որ մի թույն դնեն եւ այլն։ Հիմա մենք ունենք մի զարուրելի դեպք, որը սենց բան ասում եմ, մենք տեսել ենք, ինչպես են այո, խոշտանգել, տղամարդկանց եւ այլն, բայց նման դեպք, որը այսպես կարող է եղել են դեպքեր, որ կնոջը տարել են եւ այլն, մենք դրա մասին չենք իմացել, բայց որպեսզի այսպիսի դեպք լիներ լրագրողի նկատմամբ, կապված իր մասնագիտական գործունեության հետ, բացահայտումների հետ, ես այս 30 տարիների ընթացքում իմ իրավապաշտպան եւ փաստաբանական գործունեության ընթացքում եւ այդ թվում նաեւ պատգամավորական գործունեության ընթացքում չեմ հանդիպել։ Եվ շատ եմ ցավում, որ բոլոր այն մարդիկ, գիտեք, այս ընթացքում շատ տարբեր եղան արձագանքերը, ումից որ չէի սպասում, զարմանալիորեն այդ մարդիկ իրենց, նույնիսկ եթե Լիլիթ Աղեկյանը նրանց քննադատել էր, սուր քննադատության էր արժանացրել, այդ մարդիկ եկան եւ իրենց պարտքը կատարեցին եւ մերժեցին բռնությունը եւ ապօրինությունները, բայց այն մարդիկ, ովքեր նախորդ իշխանությունների ժամանակ իրենք էին եղել բռնության զոհը, ապօրինությունների զոհը, այդ մարդիկ այսօր չարախնդում էին։ Դուք պատկերացնում եք այդ մարդկանց այդ չգիտեմ ռուսերեն բառ կա, աբիժնիկության վրա, որ այդ մարդիկ չարախնդում էին, ուրախանում էին։ Սա մեր հասարակության պատկերն է, երևի բոլոր հասարակություններում նման մարդիկ կան։ Հիմա անցնեմ առաջ, արդեն բուն իրավական ձևակերպումներին անդրադարձ կատարեմ։ Երեք արդեն որ հետ վերադարձա Աբովյան քրեակատարողական հիմնարկից, ուսումնասիրեցի բոլոր այն փաստաթղթերը, որը տրամադրվել էին, ոչ թե ինձ, դուք գիտեք, որ Լիլիթ Աղեկյանի պաշտպան ունենալու իրավունքը մերժվել էր, այսինքն մի հիմնարար իրավունք, որը հանդգնել էին մերժել ոստիկանները եւ քննչական կոմիտեն։ Հիմա այս իրավունքը մերժել են, պատասխանատվության չեն կանչվել, այս իրավունքը մերժողը երեք ազգային ժողովում, ես նաեւ այս նյութերի մասին կխոսեմ, որը փոխանցեց ինձ Լիլիթ Աղեկյանը, ազգային ժողովում այն տիեզերական մասշտաբի սուտ եւ կեղծ տեղեկատվություն է հրապարակում, թվարկելով, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կան բազմաթիվ դատական եւ նախաքննության փուլում գտնվող վարույթներ։ Ես երեք երեկոյան գիշերը արդեն օրը փոխվել էր, ես իրեն իմ խոսքը ասել եմ եւ նաեւ ուղարկել եմ այդ իմ խոսքը լրատվամիջոցներին։ Խոսքս հետևյալի մասին է, այդ Արտուր Պողոսյան անձնավորության դեմ ուղում իմ խոսքը, ով երեք ելույթ էր ունենում ազգային ժողովում եւ ստում էր եւ կեղծում էր։ Հիմա կհրապարակեք բոլոր այն վարույթների համարները, որը դուք հիշատակեցիք այդ բազմաթիվ դատական գործերը եւ նախաքննության փուլում գտնվող վարույթները։ Մենք դրա մասին տեղյակ չենք։ Ուրեմն այս փաստաթղթերից, թե ոնց է սկսվել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այս կարկատած այն փնթի դերձակի գործը, հիմա ես կհրապարակեմ։ Ուրեմն պարզվում է ոստիկանությունում, իդեպ նաև այս ՆԳՆ նախարարի մասով ես խնդիր ունեմ, որովհետև ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղարը ասել էր, որ Զարուհի Փոստանջյանը ճիշտ տեղեկություն չի հրապարակել Լիլիթ Աղեկյանի խոշտանգման եւ նվաստեցման վերաբերյալ։ Ես նրան էլ պատասխանեցի, ասացի մի հատ թողել այդ իր նախարարը Արփինեն, իր այդ Արփինեի գործընկերուհիներն են, թե ընկերուհիներն են, չգիտեմ, Աննա Վարդապետյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանը, նույն այդ շրջագայությունը, որը պարտադրել են Լիլիթին կատարել, բռնությամբ են պարտադրել, կատարել, այդ նույն գիշերազգեստով, հողաթափերով, թող մի քանի օր, լինելով նաև հատուկ ֆիզիոլոգիական վիճակում,
իրենց մի հատ տարեց ծնողների մոտ թող մի հատ իրենց գամ, թող տարեց է չլինեն իրենց ծնողները, թող գան իրենց մի հատ տենց վիճակում տանից ձերբակալեն, անունը դնեն ձերբակալություն, բայց առևանգեն ու տանեն մի հատ տենց լավ պտտացնեն, էլի, հետո կխոսենք նոր, հետո նոր դուք կվաստակեք իրավունք խոսելու, դա ճիշտ է, թե սուտ է, և նաև ես մինչև հիմա չեմ ստացել պատասխանը հրապարակել Լիլիթ Աղեկյանի և Կարեն Գևորգյանի հանդիպումը Կումարի ոստիկանության բաժնում, այնտեղ բոլոր տեղերը տեսախցիկներ են, այդ տեսախցիկները կենտրոնացված համակարգով են աշխատում և տեսախցիկների մեջ պարունակվող նյութը ձեզ հասանելի է, հրապարակեք այդ նյութը, որտեղ հստակ երևում է ոնց է Կարեն այդ Գևորգյանը սպառնում և հատուկ ապօրինի ցուցում տալիս Լիլիթ Աղեկյանին նվաստացնելու, մերկացնելու և տեսախցիկների առջև զննություն կատարելու։ Ես ասել եմ հրապարակեք, մինչև հիմա չեք հրապարակել։ Հիմա անցնում եմ ձեր ՆԳՆ Գյումրիի, տեսեք, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների, լսեք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանության մայոր Վ. Հովիկյանի հաղորդումը։ Այս հաղորդումը Վ. Հովիկյանը, այս տեսակ չէ ինչ կոչում ունի, այս Վ. Հովիկյանը ինչ պաշտոն է ստանձնել։ Այս Վ. Հովիկյանը, որ թմրամիջոցներով է ինչ-որ զբաղվում և այլն, ամսի 21-ին, ապրիլի, այսինքն մայիսի 8-ից, այդ ձերբակալումից, մոտավորապես 17 օր, չէ, մոտավորապես 17 օր առաջ, հաղորդում է ներկայացնում առերևույթ հացանքի մասին, որտեղ ինչ է գրում այս Վ. Հովիկյանը, այս թմրամիջոցների, չգիտեմ ինչ վարչությունում ինչ-որ մի հատ մայոր Վ. Հովակիմյանը, ՀՀՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանության մայոր Վ. Հովիկյանս ոստիկանության մասին և օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացնելիս պարզել է ներքո հիշյալը։ Ուրեմն տեսեք, այս օպերատիվ հետախուզական գործունեություն, որ իրականացրել է, ինքը որ պարզել է, ինչ է արել, Facebook սոցիալական կայքի մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ Lil AA կայք էջի օգտատերը իր էջում 18/04/2025 թվականին հրապարակել է տեսաձայնագրություններ։ Հիմա այս օպերատիվ հետախուզական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ սահմանում է այն գործողությունները, դրանք սահմանված են և սահմանափակ են, այսինքն դրանից ավել գործողություն չի կարող անել։ 14 հոդվածի մեջ հատուկ կետերով նշված են, թե օպերատիվ հետախուզական գործողությունները որոնք են, որի մեջ այս համացանցի մշտադիտարկում Facebook-յան սոցիալական կայքի Lil AA կայք էջի մշտադիտարկում նման գործողություն, որպես օպերատիվ հետախուզական գործողություն չկա, բացակայում է, այսինքն սա ինքնիրավչություն է, այս չգիտեմ որտեղից ինչ, այսինքն կարել, կարկատել են, չգիտեմ փնթի դերձակի ձեռով ինչ-որ բան են փորձել ար, ծնվում է Լիլիթ Աղեկյանի դեմ այս քրեական գործը։ Սա հաղորդումը տվեց, հաղորդումից հետո սկսվում է քրեական վարույթի նախաձեռնում 22 ապրիլի 2025 թվականին, համենայն դեպս այս թղթերով այդպես է, նախաձեռնվում է վարույթ, որ Լիլիթ Աղեկյանը, ինչ-որ մի հատ տեսաձայնագրություն կա, որտեղ Լիլիթ Աղեկյանը ասում է դատարանին,
դահլիճում գտնվող իր դիրքորոշումն է հայտնում, որովհետև այդ պահին այդտեղ այդ դատարանում նա հանդես է գալիս որպես պատասխանող, իր արչև է կանգնած հայցվորը Արմինե Սուքիասյանը եւ դատավոր Հայկ Աղաքարյանը։ Իր դիրքորոշումը կարծիքն է հայտնում այդ քաղաքացիական գործի շրջանակում։ Այո, ասում է, որ ինչ է ասում, կոռումպացված դատավորներ, կոռումպացված հայցվոր, ասում է, որ հայցվորը սա է արել, սա է արել, սա է արել, որևիցե հայոյախառը բառ չի հնչեցնում։ Ասում է, որ հախ ու հաշիվ է եղել, ասում է, որ դպրոցում ֆոնդ է հավաքվել, ապօրինաբար, ասում է, որ Արմինե Սուքիասյանը եղել է քրեական հետապնդման մեջ, գործը կարճվել է, բայց ոչ արդարացման հիմքով։ Այս տեսակի ես հիմա կարող եմ նաև ընթերցել այդ բառերը, որպեսզի իմանաք, թե ինչու են մեղադրում Լիլիթ Աղեկյանին։ Ուրեմն, այսպես է արդեն գրված է սա կալանքի որոշման մեջ։ Լիլիթ Աղեկյանը 2025 թվականի ապրիլի 18-ին ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի անկախության հրապարակ 7 հասցեում գտնվող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքում տևական ժամանակ սեփական անձի առավելությունը ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու ձգտմամբ հասարակության նկատմամբ անհարգալից իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք է ցուցաբերել, բղավել, որը դրսևորել է դատական նիստերի դահլիճում դատական նիստի մասնակից Արմինե Սուքիասյանի հասցեին անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, վերջինին ստորացնելով, որպիսի գործողությունները շարունակվել են նաեւ դատական նիստի դահլիճից դուրս, դատարանի վարչական շենքում, որտեղ Լիլիթ Աղեկյանը բղավել է եւ նրա կողմից հնչեցվել են հետեւյալ արտահայտությունները։ Ես հիմա ընթերցում եմ։ Հետո պետք է հեսա համեմատություն եմ անում, ես կամփոփեմ, կավարտեմ։ Ուրեմն տեսեք, ինչ է գրվում։ Հնչեցրել են կոռումպացված տարիֆիկացիոն կեղծիքների հեղինակ, նայեք սրա սփաթին, Ղումաշյան Գևորի պահած կադրն է, Կարապետյան Հրայրիկի պահած կադրն է, իդեպ այս Կարապետյան Հրայրիկը եղել է Շիրակի մարզի կրթության վարչության պետը, ով այս պահին արդեն իսկ նրա նկատմամբ իհարկե չեմ կարծում, որ արդեն մտավ օրինական ուժի մեջ, նրա նկատմամբ կա 5 տարվա ազատազրկման դատական ակտ։ Այսինքն, որովհետև այս նույն գործով Լիլիթ Աղեկյանը կատարել է բազմաթիվ բացահայտումներ։ 18 միլիոն լափած տարիֆիկացիոն կեղծիքներ արած, 2 բյուջե պահած, քրեական հանցագործ, քրեական հոդվածներով խոշոր չափերի վնաս հասցրած Ժաննա Անդրեասյանին խաբած, հələ այս խուլիգանկային նայեք, խուլիգանկա ես դու, խուլիգանկա մեղմ է ասած քեզ համար, հաղ հավաքող, ֆոնդի փող հավաքող, այ այդպես կփախնես սրիկա։ Այս խոսքերը, այս չգիտեմ ինչ էր, թմրամիջոցների ես իմ ինչ վարչության մայորը դիտել է որպես խուլիգանություն, հետո նույն մի քանի խոսք է ասել է դատավոր Աղաքարյանին, ով դատարանի դահլիճից դիմել է փախուստի առանց հայտնելու հաջորդ դատական նիստի օրվա մասին, դա էլ դիտել է որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ հաղորդում է ներկայացրել, ինչ որ մի տեսաձայնագրություն է տեսել, ինչ որ պատահական թե ոչ պատահական օպերատիվ հետախուզական գործունեություն է ծավալել, մոնիտորինգ է արել եւ տեսել է եւ միանգամից հաղորդում է տվել։ Այսպես սնվել է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ գործը։ Հիմա երեք այդ որ խոսում էր ազգային ժողովում, քննչական կոմիտեի նախագահ, հանդես եկող անձը Արտուր Պողոսյան, նայեցի նրա կենսագրությունը, այսինքն իր անուն ազգանունը ինձ ոչինչ չէր ասում, նրա դեմքը նույնպես։ Վերջերս է նշանակվել որպես այդ կառույցի նախագահ, նայեցի կենսագրությունը պարզվեց, որ բակալավրիատի, իրավաբանության բակալավրիատի աստիճանով իրավաբան է,
Եվ այս իրավաբանը ինչ է հայտնում այդ ամբիոնից։ Ասում է դու գիտեք, Լիլիթ Աղեկյանը, չգիտեմ, ով է, ինչ հանցագործությունների մեջ ինչեր ասես, չասես, էլ մեկ դեպքով, երկու դեպքով, երեք դեպքով, պարզվեց, որ ինքը խափանման միջոցներ է կիրառել, ոչ անազատության հետ կապված, կներեք, մեկը ինձ գրել է, որ տղա ջան չասես, տղա ջան, մենք հրապարակի էլ այդ որոշումները, մենք էլ իմանանք, այդ ինչ որոշումներ եք կայացրել, որ Լիլիթ Աղեկյանը դրանց մասին տեղյակ չէ, այդ ինչ որոշումներ եք կայացրել և որ քրեական գործի շրջանակներում, որ Լիլիթ Աղեկյանը տեղյակ չէ, ինձ կասես այդ ինչ դատական գործերի մասին ես խոսում, որ մենք տեղյակ չենք, մեկ կբացատրես և կբացատրես, թե ընդհանրապես մի հատ էլ է գործ կարել, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզի այդ վարչությունից գնաց զինվորական կայազորի վարչություն, այդ ոնց գնաց, այդ Աննա Վարդապետյանի իրավասության ներքո էր, բայց գործի մեջ որևիցե փաստաթուղթ չկա, այդ գործը ինչի չի հասել դատարան նորմալ վիճակում, կա արդյոք մեղադրական եզրակացություն այդ գործի վերաբերյալ, մեղադրական եզրակացությունը օրինական կարգով է կազմված, թե հետ են ուղարկել, չփախած եք ման գալիս, չգիտեք ինչ անեք այդ գործի հետ, ձեզ շտաբ մի հատ էլ էր գործպետք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցել և այս խուժան գործն եք բերես հաղորդման հիման վրա, մեզ կբացատրեք, հիմա մի հատ էլ բացատրություն եմ ես ձեզանից պահանջում, տղա ջան, ասեցին տղա ջան չասես, այդ տղա կասես, բայց այդ տղա չեմ ասում, տղա ջան եմ ասում քեզ, 3 երեխա ունես, հիմա մի հատ ինձ կբացատրես, օրինակ քեզ, որ Ավանի թաղապետը, մի քանի հատ յա նման, չգիտեմ, ոնց բացատրեմ այդ յա ֆիզիկական կեցվածքը, դու գնաս ընդ հանրային լսումների, քո վրա հարձակվեն, դու լինես ակտիվիստ, բաներ բացահայտած լինես կոռուպցիայի հետ կապված, քեզ այդ բոլորը բռնեն ձեռներդ և լավ չծեծեն, մարմնիդ վրա հասցնեն տարբեր մնացներ, այդ թվում գլխիդ հարվածեն, այդ դու դա կորակես որպես միջին ծանրության հանցագործություն, ուղղակի ծեծը որն է, մի հատ բացի հանցակազմերը կարդա, կամ գնամ երկու հատ է դաս վերցրա, թե կարող եմ գնում ես Աննա Հակոբյանի մոտ ես դասեր վերցնում, դրա համար ես դա գնահատում և դու դա այդ գործողությունները, այդ բռնությունը, որը կատարվեց, ավելի մեղմ ես գնահատում, քան Լիլիթ Աղեկյանի այս հայտարարությունները, որ ես նոր հնչեցրեցի, այդ որ մեկն է ավելի ծանր կամ ավելի նվազ, այս դրանց բացատրությունները դու պետք է տաս Լիլիթ Աղեկյանին և մեզ, ես հիմա հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, հենց քո կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, որ դու երեկ ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեցիր, այսքանը, կարող էի նաև, չէ, մի քանի բաները կա, որ ավարտեմ, ուրեմն ես մի հատ խուժան գիրք կա, այստեղ, գիտեք ինչ խոսքեր կան այս գրքի մեջ, հատ ես ձեզ նաև կուղարկեմ, այսօր այդ հաղորդման մեջ կդնեմ, որպեսզի արձագանքեք այդ խոսքերին, որ գրված են, դրանք հայոյանք միայն չեն, բռնության կոչեր, հայոյանք, անհարիր, անպաշկեր, այսինքն խուլիգանություն, չգիտեմ որ չափերի և որ աստիճանի, այս խուլիգանության մասին է խոսքը, բայց ինչ չեք հարուցում, այդ ձեր մոնիտորինգ անող այս թմրամիջոցների, չգիտեմ ինչ, Հովակիմյանը, այդ Շիրակի մարզի մայոր ես, ինչ ես թմրամիջոցներով զբաղվող, այս գիրքը մի հատ դու վերցրա, մի հատ մեջը ես քեզ կնշեմ է, որ շատ չընկնես այս խուժանությունը կարդաս, այս թունավոր պտուղից չօգտվես, որ կարդաս, որ ասես մի հատ էլ հաղորդում այս գրքի հետ կապված տամ, բա ինչ չեք տվել այդ միջև հիմա այս գրքի հետ կապված, Արտուր Պողոսյան, բակալավրիատ ես սովորել, գնա մագիստրատուրա այս գրքի վերաբերյալ մագիստրոսի թեզ պաշտպանի, խուլիգանությունը որն է, քեզ այդ խորհուրդը կտամ, այսքանով ավարտենք այսօր այս հաղորդումը